Ավրորա կամ Արշալույս Մարդիգանյանը ծնվել է 1901 թվականին Մշկածակում։ 1915 թվականի ցեղասպանության օրերին մի եղբայրն արդեն բնակվում էր Միացյալ Նահանգներում։ Հորը եւ մյուս եղբորը սպանում են իրենց աչքի առջև, իսկ ինքը մոր եւ քույրերի հետ տեղահանվում է դեպի Սիրիայի անապատները։ Աղջնակին 85 ցենտով վաճառում են թուրք ցեղապետերից մեկի հարեմին, սակայն նրան հաջողվում է փախչել։ 18 ամիս քայլելով նա հասնում է Էրզրում, որտեղ միանում է ամերիկացի միսիոներների խմբին։ Նրանց հետ տեղափոխվում է Նյու Յորք, այնտեղ նրան որդեգրում է մի հայ ընտանիք։ Արշալույսը թերթերում հայտարարություններ է տալիս եղբորը Վահանին գտնելու համար։ Դրանք գրավում են լրագրողների ուշադրությունը։ Ցեղասպանության մասին Արշալույսի վկայությունները տպագրվում են թերթում։ Հետո լույս է տեսնում Հոշոտված Հայաստան գիրքը։ Շապիկին Արշալույսի նկարն է։ 1918 թվականին նկարահանվում է համր կինոնկար։ Գլխավոր դերում կրկին Արշալույսն էր։ Հոշոտված Հայաստան կամ Հոգիների աճուրդ ֆիլմը ցուցադրվում է Վաշինգտոնում 1919 թվականին։ Ավրորան ամուսնանում է 1929 թվականին, ունենում է որդի, սակայն նրան երջանիկ լինել վիճակված չէր։ Նա այդպես էլ չի կարողանում գտնել եղբորը։ Ինքնասպանության փորձ է անում։ Ամուսնու մահից հետո կորցնում է կապը որդու հետ։ Ավրորան մահանում է 93 տարեկանում Կալիֆոռնիայում։